Բարև ձեզ։ Եվրամիության դիտորդներն արձանագրել են ադրբեջանական կողմից սահմանային խոզնավարում կրակոցների հետևանքները։ Եվրոպացիների արձանագրածն ուղարկեք Ալիևին, որպեսզի Բաքուն էլ նույնությամբ ցուցադրի հայկական կրակոցների հետևանքները, եթե այդպիսիք կան, որ Զախարովայի հայերին ու ադրբեջանցիներին ուղված զսպվածության կոչը տեղն ընկնի։ Հակառակ դեպքում Բաքուն կրակում է, Զախարովան մեզ է ասում՝ զուսպ եղեք։ Իսկ քանի որ տիկինը բոլորից լավ գիտի իրողությունը, սեղանին մնում է եվրոպացի դիտորդների արձանագրածը։ Իդեպ այսպես կշարունակվի, քանի դեռ միջազգային անվտանգային համակարգն անտեր է, կամ էլ Հայաստանն է պատասխանում կրակոցներին, եթե պահպանվում է սահմանային լպյորշության արտաքին այս քամելյոնությունը։ Այնպես որ երբեք մի փորձեք համոզել, թե սահմանային կրակոցներն ադրբեջանական բանակում անկայունության հետևանք են։ Այդ անկայունությունից պետք է օգտվել, ոչ թե արդարացնել։ Այո, ճիշտ է, որ Հայաստանի անվտանգություն ասելով չպետք է միայն բանակ նկատի ունենալ, բայց պետք է նկատի ունենալ նախ եւ առաջ բանակ, որին պահելն այո, գերծանր բեռ է երկրի ու այդ երկրում ապրողի ուսերին։ Եթե այդ բանակը չլիներ ազերին ջերմուկով կիչներ Նախիջևան, հետո կլիներ այն, ինչը մոտարապես եղավ նոյեմբերի 9-ին։ Էլի կստորագրվի մի թուղթ, կորուստը գրանցող մահախոսականով, հետո ներքին փոթորիկներ, ինչու եղավ, ինչպես եղավ, կգրվի մեղքի ու մեղավորության մի ամբողջ դատաստանագիրք, ճիշտ այնպիսին, ինչպիսին գրվում է իմ Արցախի օրինակով։ Դրա համար էլ ճիշտ է, Հայաստանին պաշտպանության նախարարությունը քիչ է, մեզ զինված ուժերի անվտանգային համակարգ է պետք, որը միայն Գեղչուկի ընտանիքով չես պահի, եթե նրա հետ չեն արդար վարձատրող դատավորը, գողուն հայտնաբերող քննիչը, բենզին վաճառող մոնոպոլիստն ու Սփյուռքում ծվարած միլիոնատերը։ Հրեաները ստեղծել են այդ դաշինքը, դրա համար էլ ոչ թե իրեն են պարտադրում, այլ ինքն է պարտադրում իր երկրի սահմանային լռությունը։ Հաջողություն։